Վերջին ընթրիքը։ Այս նկարը աշխարհում ամենաճանաչված նկարներից մեկն է համարվում, սակայն նրա մեջ թաքնված ծածկագրերը քչերին է հայտնի։ 1498 թվականին Լեոնարդո դա Վինչին ավարտեց մի կտավ, որն իր մեջ թաքցնում էր ամենամեծ քրիստոնեական գաղտնիքը։ Կտավը ներկայացնում է դավաճանության պահը, բայց գլխավոր հարցն այն է, թե ով է նստած Հիսուսի աջ կողմում՝ Հովհաննես առաքյալը թե Մարիամ Մագդաղենացին, որին ի դեպ դավադրության տեսությունները համարում են Քրիստոսի գաղտնի կինը։ Լեոնարդոն այս նկարը դարձրեց գիտական ծածկագիր։ Նրա երկրաչափությունը կենտրոնացնում է Հիսուսին որպես աստվածային կատարելության կետ եռանկյունի ձևով։ Հետաքրքիր է, որ սեղանին դրված ձուկը Իտալիայի հյուսիսային բարբառներում կոչվում է ռենգա, որը նշանակում է նաև դավաճան, ինչը կարող է ակնարկել Պետրոսի կողմից Հիսուսին ուրանալուն։ Բայց ով էր Մարիամ Մագդաղենացին։ Ըստ կանոնավոր ավետարանների, նա Հիսուսի կարևորագույն հետևորդներից էր, որը ֆինանսապես աջակցում էր նրան։ Նրա ամենակարևոր դերը քրիստոնեության պատմության մեջ այն է, որ վերջինս եղել է հարություն առած Քրիստոսի առաջին վկան, ինչի համար նրան շնորհվել է առաքյալների առաքյալ պատվանունը։ Երկար դարեր եկեղեցին սխալմամբ նրան անվանել է ապաշխարող մարմնավաճառ, ինչը շտկվել է միայն 1969 թվականին։ Գնոստիկ ավետարաններում նա նկարագրվում է որպես Հիսուսի ամենասիրելի ուղեկիցը, որին Հիսուսը հաճախ էր համբուրում, ինչը ոմանք մեկնաբանում են ամուսնություն, իսկ գիտնականները որպես հոգևոր գիտելիքի փոխանցում։ Դա Վինչիի նկարում Մարիամ Մագդաղենացու լինելու մասին տեսությունը ունի 4 հիմնական վիզուալ ապացույց։ Նախ, նրանց մարմինների միջև վեաձև դատարկ տարածությունն է, որը մեկնաբանվում է որպես կնոջ արգանդ կամ Սուրբ Գրալի, որպես արոնակցական գծի խորհրդանիշ։ Երկրորդ, նրանց հագուստների հակադիր գունային սխեման։ Կարմիրը եւ կապույտը հուշում է, որ նրանք զույգ են կամ ունեն թագավորական կապ։ Երրորդ, Պետրոսի սպառնացող ձեռքի դիրքը նրա գլխի մոտ, որն ակնարկում է Պետրոսի եւ Մարիամի միջև եղած հայտնի մրցակցությունը իշխանության համար։ Եվ չորրորդ, գնոստիկ վերլուծաբանները նշում են, որ եթե Հովհաննեսի կերպարը թեքվեր ավանդական ուղղությամբ, այսինքն դեպի Քրիստոսը, նրա գլուխը կլիներ Հիսուսի ուսին թեքված, ինչը կհաստատեր նրանց ինտիմ կապը։ Այսինքն Լեոնարդոն նկարելով նրան դեպի հետ թեքված, իբր գիտակցաբար խուսափում է ցույց տալ այս մտերմությունը, թաքցնելով Մարիամ Մագդաղենացուն։ Եվ թե ով գիտե, թերևս այդ ճշմարտությունները, որոնք Լեոնարդոն թաքցրել է 500 տարի առաջ, այսօր ավելի վտանգավոր են, քան երբևէ։ Լայքիր տեսանյութը, եթե այն քեզ հետաքրքիր էր, ինչպես նաև բաժանորդագրվիր Արգամ բլոգի էջերին, որպեսզի ամենահետաքրքիր տեսանյութերը դիտես առաջինը։ Չմոռանաս տեսանյութի մեկնաբանություններում գրել քո կարծիքը այս թեմայի վերաբերյալ։ Դե իսկ ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Դուք Արգամ բլոգում էիք։ Կհանդիպենք հաջորդ հարմար առիթի դեպքում։